Բարի լույս իմ թանկագին հետևորդներ ջան, թող բոլորիս օրը սկսվի օրհնությամբ, խաղաղությամբ և անփորձանք։ Այս գեղեցիկ, նուրբ, քնքուշ աստղաները ձեզ եմ նվիրում։ Դուք էլ այս աստղաների նման նուրբ, գեղեցիկ, հոգով ջահել, սիրով, բարությամբ լցված մարդիկ եք իմ ալիքում, բոլորդ ձեզ համար, սիրելիներս։ Այս պահից տեսանյութը համարում եմ սկսված, սիրելիներս։ Բարևի։ Կոֆեները դրեք, Մարինկան իմ կոֆեն դրեց։ Գնում է, ուր ես գնալու Մարինե ջան։ Ինչ քարտ։ Սբերբանկի քարտն է գնում, ապնավիտանի կոֆեն դրեց տատիի, չթողեց որ ես դնեմ, գնա հագնվի և գնա։ Սիրելիներս, Մարինկա շատ համեղ կոֆե է արդեն պատրաստում, սկզբից բարձր կրակի վրա էր եփում, հետո ես սովորեցրեցի, ասի Մարինե ջան, պետք է մարմանդ կրակի վրա եփես կոֆեն, որ համով լինի, դանդաղ եփվի, ուժեղ եփվածը մի անգամ բարձրանում է և վերջ, իսկ մարմանդը աստիճանաբար, համ եփվում է, համ բարձրանում է։ Սովորեց, հիմա շատ համեղ կոֆե է դնում, որի համար շնորհակալ եմ, որ ընդունում է խոսքը, կան երեխաներ, որ չեն ընդունում, օրինակ ես լսել եմ իմ ականջով, որ տատիկը կամ մայրիկը ասում է ես գիտեմ, բա որ գիտես արա, ինչ չես անում, այ դրա համար պետք է երեխան լսողել լինի, ընդունողել լինի սիրելիներս։ Հիշում եմ առաջվա այն ալյումինե ջազվաներով կոֆե ենք դնում գազի վրա, ես երեխա ժամանակ որ ուժեղ անում, մայրիկս ասում էր կամանց դիր, կամանց, մի վռազի, պարանը չի փախնի, խաղաց։ Այն ժամանակ էս լավ ջազվաներիս չկար։ Հետո կրակի վրա դրեցինք, ավազի մեջ էին եփում կոֆեն, կրակի վրա, որ լույս չունեինք, գազ չունեինք, ամեն ինչով էլ փորձել ենք, օջախել ենք արել, սպիրտի վրա էլ ենք եփել սիրելիներս։ Հիշում եմ, որ լուսահոգի Սկիսուր մայրիկս կար, կոֆե ենք խմում միասին, ասում էր կոֆեն դիր եկամ, ասում եմ արի ուր ես գնում, ես կոֆեն դնում էի, գնում էր մեր հարևանը, տնային խանութ կար։ Մի մոմենտ սիրելի հետևորդներ, տնային խանութները չէ բացվել գյուղերում, գնում էր դերբի, պլիտկա ենք ասում ենք, իստեղ կոնֆետ են ասում, մեկ էլ չինո, բարակ, երկար դեղին գույնի, փոքր պլիտկաներ էին, դերբին էլ էր դեղին գույնի, կարիշնվի տառերով գրած էր դերբի, բերում էր ասում էր կոֆեն քեզանից, կոնֆետ ինձանից, արդեն որ տեքրս ամուսնացավ, մենք առանձնացանք, չնայած մի բակում ենք ապրել, միասին միշտ ամեն օր կոֆե ենք խմում, ինչպես ձեզ հետ միասին, թող մեր բոլոր հանգուցյալները հանգչեն խաղաղությամբ և իրենց հոգիները լույսերի մեջ մնան։ Սիրելիներս, այդ ձևով էլ ապրել ենք, մի օր ուրախ, մի օր տխուր, ուրախություններ ենք տեսել, տխրություններ, լավ օրեր, վատ օրեր, բոլորս էլ ապրել ենք, իսկ հիմա փառք տանք Աստծուն, մեր ապրած լավ ու վատ օրերի համար էլ, հիմա կասեք տիկին Մարինե, ինչու վատ, վատ օրերն էլ սիրելիներս, հիշողությունից չենք կարող հեռացնել, մեզ հետ են մեր հիշողությունները, մեզ հետ կապրեն այնքան, ինչքան մենք կապրենք։ Իսկ հիմա ուրախությամբ ձեզ ասում եմ լավ եղեք, ուրախ եղեք, իմ լավ բարի հետևորդներ, միշտ ցանկանում եմ ուրախ լինեք, հարգված, սիրված և միշտ գեղեցիկ, սիրում եմ ձեզ բոլորիդ, հիմա կոֆեն խմենք, լվացքի մեքենան միացրել եմ, սան հանգույցը մաքրել եմ, չեմ սիրում ցուցադրել սիրելիներս, լվացքն էլ հեսա կկանգնի, մի կողմից շորերը պետք է
թռեմ չորանա, մյուս կողմից խոհանոցում գործեր ունեմ անելու, ձեզ հետ միասին, խմենք, անցնենք խոհանոց։ Սիրելիներս, ուրախ եմ ձեզ կրկին անգամ տեսնել տիկին Մարինեի խոհանոցում։ Եթե խոհանոցում ենք, մի համեղ ուտեստ պետք է պատրաստենք։ Այսօր միասին կպատրաստենք ազգային հայկական կերակրատեսակներից հարիսան, որը բոլորս էլ շատ սիրում ենք։ Դեռ մանկուց մեր մայրիկները, տատիկները պատրաստել են, անգամ թոնրի մեջ են դրել կավից ամաններով։ Ես այսօր հարիսան կպատրաստեմ, սիրելիներս, ամբողջական հավով։ Նախապես հավը մասերի եմ բաժանել, լցրել եմ սառը ջուրը, հիմա լավ լվանում եմ, վրայի կաշին հեռացնելով, սիրելիներս, եւ լցնում եմ արդեն կաթսայի մեջ։ Սիրելի հետևորդներ ջան, կարող ենք պատրաստել գառան մսով, կարող ենք պատրաստել հավի դոշով, բայց ամբողջական հավով, ոսկորով ավելի համեղ է ստացվում։ Ես էլ որոշեցի ամբողջական հավով պատրաստել։ Հիմա լվանամ, լցնեմ կաթսան, նոր արդեն կշարունակենք լվանալ ձավարը։ Հավի միսը լվանալուց հետո հիմա լվանում եմ ձավարը։ Սիրելի հետևորդներ ջան, ինձ մոտ 1,5 կիլո հավ է։ Թևերը հեռացրել եմ, չեմ թողել։ Վերցրել եմ 1 կիլո 200 գրամ ձավար։ Ես ընդհանրապես աչկա չափով եմ եփում, բայց այս անգամ արդեն կշռեցի, ձավարը 1,2 գրամ էր եւ հավի միսն էլ 500 գրամ։ Հիմա լավ լվանում եմ եւ լցնեմ հավի մսի վրա։ Հետևորդներ ջան, արդեն ձավարը լվացած եւ միսը խառնեցի իրար։ Լցնում եմ ջուրը, ինձ մոտ 1,5 կիլո հավ է, 200 գրամ ձավար, 4 լիտր ջուր։ Միշտ այդ չափաբաժնով եմ պատրաստում, անգամ աչքի չափով եւ ոչ մի անգամ եփելու ընթացքում ջուր չեմ ավելացնում, ընտիր ստացվում է։ Բերանը ծածկեմ, դնեմ մարմանդ կրակի վրա եփվելու։ Դրել եմ մարմանդ կրակի, մինչև քափը բարձրանա հավաքեմ։ Մարմանդ կրակով արդեն մեր հարիսան եռում է եւ արդեն քափը բարձրացել է վերև, փրփուրը զգուշությամբ հավաքում եմ։ Այդ ընթացքում մինչև միսը եփելը, ոսկորներից բաժանվելը, ես գդալ չեմ մտցնում հարիսայի կաթսայի մեջ ու չեմ խառնում։ Եթե մտցնենք, խառնենք, շուտ է կպնում կաթսայի հատակին, թե ձավարը, թե հավի միսը։ Հիմա նորից բերանը կծածկեմ, կթողնեմ, որ լավ եփվի, մինչև միսը այսենց առանձնանա ոսկորից։ Սիրելիներս, մինչ հարիսան կեփվի, ես խաշել եմ կանաչ լոբի։ Լավ լվացել եմ կանաչ լոբին, մեջտեղից 2 կես եմ արել, եռման ջրով, աղաջրով թեթև խաշել եմ, հիմա հանեմ, սառը ջրի տակ ցողեմ, այսօր պատրաստելու եմ ձեզ հետ միասին կանաչ լոբով համեղ թեթև աղցան։ Աղցանի համած եփված լոբին արդեն սառել է։ Հիմա լոբու համար պատրաստում եմ սոուս։ Մաքրել եմ 6 հատ փոքր ատամհատիկ սխտոր, 3 հատը ճզմում եմ, կարող ենք նաև քերել, քերիչով անցկացնել, ես ճզմիցով ճզմում եմ սխտորը։
3 փոքր ատամհատիկ սխտորներ դանակով երկար մանրացնում եմ։ Կարող ենք սխտորը միայն ճզմել, չմանրացնել, բայց ես որոշեցի նաև 3 փոքր ատամհատիկը սիրուն գեղեցիկ երկար մանրացնել։ Մանրացնելուց հետո հիմա պետք է մանրացնեմ կանաչիներից միայն սամիթը։ Ընտանիքիս անդամները սիրում են սամիթի համը այս աղցանի մեջ։ Կարող եք նաև մաղադանոս օգտագործել, պետրուշկա, բայց ես միայն սամիթով եմ անելու։ Լավ մանրացնելուց հետո սամիթը կլցնեմ սխտոր ամանի մեջ, որ ավելացնեմ մնացած բաղադրիչները, պատրաստեմ մի համեղ սոուս։ Սամիթն էլ կտրտեցի, վերջացրեցի, հիմա լցնեմ սխտորի վրա։ Ճզմած սխտորը, կտրտած սխտորը և մանրացրած սամիթը խառնում եմ իրար։ Ավելացնում եմ 2 ճաշի լավ գթալ քացախ, սովորական 9%-անոց կամ 6%-անոց, կլինի սպիտակ թե խնձորի քացախ, տարբերություն չկա, 2 ճաշի լավ գթալ անհամ բուսայուղ։ Ավելացնում եմ 2 թեյի գթալ աղ, 1 թեթև գթալ ճաշի գթալ աղ է, 2 թեյի գթալը, սիրելիներս, ոչ լիքը ճաշի գթալ։ Հիմա աղն էլ խառնում եմ քացախի բուսայուղի կանաչիի հետ, հիմա կավելացնեմ արդեն թեթև խաշված լոբուն։ Սա էլ սոուսն է։ Ավելացնելուց հետո կխառնեմ իրար, ամանով կթափահարեմ, հետո գթալով կխառնեմ։ Ափսոս, որ չեմ կարող համ տեսել, բայց գիտեմ, որ պատրաստել եմ այս չափաբաժնով, շատ համեղ է ստացվում։ Եթե պակաս լինի բուսայուղը, քացախը, աղը կավելացնեմ։ Հիմա լավ թափահարեմ, խառնվեն իրար, բերանը ծածկեմ, դնեմ սառնարանը, սիրելիներս, բոլոր բաղադրիչները կհամեմվեն իրար, այդ ընթացքում արդեն ես հավի միսը ոսկրահան կանեմ հարիսայի համար։ Դնեմ սառնարանը։ Սիրելի հետևորդներ ջան, հարիսան լավ եփել է, միսը թել է լինում, ոսկորից լրիվ կարելի ասել, էլ հանելու կարիք չկա, իրան անջատվում է։ Ես էլ 2 պատառաքաղի օգնությամբ, այսինքն սիրուն, ոնց որ ասած, քրքրում եմ, մասերի եմ բաժանում։ Սիրելի հետևորդներ ջան, հարգելիներս, ես բլենդերով հարիսան չեմ սիրում, որ հարում են կամ հարիչով։ Սիրում եմ ոնց որ մեր մեծերն են արել, տատիկները, մայրիկները, այդ ձևով էլ անեմ։ Հիմա լրիվ միսը ոսկորներից կհանեմ, չնայած առանց ձեռ տալու էլ դուրս է գալիս։ Կաթսան կփոխեմ ուրիշ կաթսայի մեջ, նորից կդնեմ եփվելու, արդեն մի փոքր էլ որ եփվի, միսը և ձավարը իրար հետ, լրիվ իրար հետ հալիմ կտան և պատրաստ կլինի մեր հարիսան։
Հարիսայի կաթսան փոխել եմ, մեջ էլ դրել եմ մի մեծ կտոր կարագ, հիմա կհամեմեմ աղով, սիրում եմ, որ կարագ դնեմ և մի փոքր էլ աղ լցնեմ, որ ավելի համեղ դառնա, չնայած մեր մեծերը առանց աղի են պատրաստել և կարագ չեն դրել, վերջում ափսեի մեջ դրել են և մատուցել են, իսկ աղն էլ ով ուտում էր, աղ էր ավելացնում, բայց ես սիրում եմ, որ մի քիչ աղ լցնեմ և կարագ դնեմ, ավելի համեղ է լինում։ Սիրելիներս, մեր հայկական ավանդական հարիսան պատրաստ է, լցրել եմ մատուցվող ափսեն, մի կտոր էլ կարագ եմ դրել, շատ համեղ ստացվեց, ընտիր, այստեղ էլ աղցան պատրաստեցի կանաչ թարմը լոբով խաշած և սամիթ ու սխտորով համեմված։ Մամա, ինչ ես անում, քյար ես քաղում։ Երեք քաջին գետորը լախին հիմա դիտի դու քաղել եմ Հելբալը չեմ դիտի կանա Ես այլի մի հատ էլ։ հա լույսն է Sillara dikkat. Çıkar mı antep pomidor? Dur eskiden. Oy, գոֆմարին կան։ Hala ոչ չլեբալու ենք։ Դու լեցեք։ История сирос помидорների չկա։ Որնակ ու սիրես պրոդերը։ Во-первых, черри, во-вторых, вот прям розовый они. Ой, кармир. Прям бордой. Hele mama ezanına çıkalım. Bayılır. Kele dursun. Dursun. Черри, как обычно, ликно. Печённого помидора. Это косырский? Սրսկի։ Hele ende черри у нас. Կարաս է տեսնախյատը վերած։ Եկի մի հատ աննաբեր մալինան։ Малина не чекаврян? О, hele malina. Այս լարշոտներից բեր բանը։ Այդ նոր բերիր Մարինկա ջան։ Հələ ցույց տուրենք սևը ու բանը։ Հետաքրքիր պոմիդորը լնայ։ Այդ սև գույնը շուրտուր Մարինե։ Ոչինչ, նոր քաղեց։ Մյուս կողմը շուրտուր, հակառը այ ապրես, երկկողմանի է, համ կարմիր է, համ սև է։ Նոր հավաքեց բերեց։ Բերերիվ տանեն։ Հələ տեսեք ինչ ընտիր պոմիդոր, այդ խուրմա սորտն է, սևը չէ, դեղինը։ Ընտիր է, ընտիր։ Ջերմոցից է քաղե, թե դրսից։ Ham dırsis ham cermosiz. Çeyreğe dırsis akağır. Նոր այրս էլ մանիկի հավաքած վերջին մալինաներով
խմիչք է պատրաստում։ Մեկ շիշ արդեն պատրաստել է, ցույց կտամ հետևորդներ ջան։ Սա էլ երկրորդն է պատրաստում։ Այսինքն շատ լցանք, որտեղ էս sense։ Էս ապեսոկը։ Հա։ Ապեսոկը։ Այդքան պեսոկը հա ոչ։ Ой, нолик. Там даже не видно, там уже все растаяло. Величина. Мам, Քանի ճաշակ թափել։ не 5. Կանական արաղ է։ Էս էլ արաղ է։ Как водичка. Սա լսում ես։ Вот оба. Չորս օր դնում ենք խալազենիկը, օր երկու անգամ, այսինց իրար ենք տալի ու դառնում է անմահական խմիչք։ Սիրելի հետևորդներ ջան, հիշում եք ռեհանը եւ ցիտրոնը այս ցանցի մեջ ձեզ հետ միասին փռեցի չորանալու։ Հիմա չորացել է եւ պատրաստում եմ, մշրում եմ ձեռքով ձմռան համար։ Անուշ Հայաստանից բույրը առամ, որ Հայաստանում պատրաստում էի եւ լցնում պարկերը, տոպրակներ էին կարում ձեռով, կախում ենք պատից։ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, մեր հին սազի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում, սիրելիներս վերհիշեցի Չարենցի տողերը։ Բայց ես պարկերի մեջ չեմ լցնելու, ես միշտ չորացրած ռեհանը եւ ցիտրոնը նույն ինքը մարզան մանրացնում եմ, փոշիացնում եմ համեմունքի պես, լցնում տարայի մեջ, ամանի մեջ, վրան լցնում աղ եւ աղով պահում եմ, սիրելի հետևորդներ ջան, ձեզ էլ սիրով ցույց եմ տալիս։ Ամանի միջինն էլ անցած անգամվա չորացրած ցիտրոնն է, որ պետք է խառնեմ ռեհանին եւ ցիտրոնին։ Տեսնում եք, մի հատ փոշի չկա, մաքուր, իմ ձեռքով չորացրած, մաքուր տեղում կախած։ Հիմա ռեհանը լավ մանրացրեցի, սիրելի հետևորդներ ջան, ցիտրոնը սկսեմ մանրացնել։ Ասեմ, որ այս անգամ ցիտրոնի ձողերը մի քիչ մնացել են, ձեռքով սիրուն կպոկեմ, չհասցրեցի, ժամանակս չհերիքեց, որ մենակ գլխի մասը, կանաչ մասը չորացնեի, միշտ ես առանց պոչի եմ չորացնում, այս անգամ մի փոքր պոչ է մնացել, ես էլ հիմա մաքրում եմ ձեզ հետ խոսելով։ Սիրելիներս, առանձին նաև չորացնում եմ, չեմ մանրացնում, միաման էլ ռեհան եւ միաման էլ ցիտրոն։ Մեկ-մեկ այնպիսի ճաշատեսակներ կան, որ առանց մանրացնելու է պետք գալիս, դրա համար մի քիչ էլ առանձին եմ վերցնում եւ նորից աղ եմ լցնում։ Սիրելիներս, ինչ գործ այսպիսի որ անում ենք, չէ, միշտ հիշում ենք մեր մեծերին։ Մեր մեծերից մենք շատ բան ենք սովորել։ Ես օրինակ միշտ հիշում եմ եւ միշտ ասում եմ, ապրեք դուք, որ եղել եք մեր կյանքում, մեզ էլ սովորեցրել եք ձեր ադաթները, ձեր օրենքները, թե ինչպես եք ընտանիքում, սիրելիներս,
ջերմություն տվել, բոլորին հավաքել մեկտեղ սեր տվել եւ ամեն ինչ էլ սովորել ենք, այսպիսի գործերը մեր մեծերից ենք սովորել։ Հիմա ծիտրոնն էլ դատարկեմ, խառնեմ իրար, սիրելի հետևորդներ ջան, լցնեմ ամանի մեջ։ Տեսեք, բավականին եղավ, դեռ բավականին էլ ունենք չորացնելու, կչորացնեմ։ Ավելի լավ է չորացրած մնա, քանց թե չորանա, փչանա։ Մեկին լավություն կանեմ, ով չունենա կտամ հայերից, հո բոլորն էլ սիրելիներս չունեն հողամաս, որ մշակեն, իսկ ես սիրում եմ բարություն անել, որովհետև ինչքան բարություն եմ անում, կրկնապատիկը, հազարապատիկը ստանում եմ։ Հիմա կլցնեմ ամանի մեջ և աղ կլցնեմ։ Տեսնում եք մաքուր, մի հատ փոշի, մի հատ թեթև անգամ պոչը չեմ թողնում։ Տեսնում եք մաքուր չորացրել եմ։ Հիմա լցնեմ, սիրելի հետևորդներ ջան, մեծ ուրախությամբ ձեզ ցույց տվեցի, թե ինչպես եմ չորացնում։ Չորացրած ռեհանի և ծիտրոնի վրա ավելացրել եմ, սիրելի հետևորդներ ջան, մեկ լավ ճաշի գթալ աղ։ Սիրելիներս, հուսամ, որ կհավանեք և օգտակար կլինի այս տեսանյութը։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, մաղթելով ձեզ եղեք առողջ և օրհնված։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Ցտեսություն, մինչ նոր տեսանյութ։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, իմ թանկագին անուշ հետևորդներ ջան։